Ղուկաս 8 Բարեպաշտ կանայք։ Դրանից հետո Հիսուս շրջում էր քաղաքներում և գյուղերում, քարոզում էր և ավետարանում Աստծո արքայությունը, և նրա հետ էին 12-ը, և մի քանի կանայք, որոնք բժշկվել էին չար ոգիներից ու հիվանդություններից։ Մարիամը, որ կոչվում էր Մագդաղենացի, և որից 7 դև էր դուրս եկել, Հովհաննան, Հերովդեսի վերակացուհի, Քուզայի կինը, և Շուշանն ու շատ ուրիշներ, որոնք իրենց ունեցվածքից մատակարարում էին նրան։ Սերմնացանի առակը։ Երբ շատ ժողովուրդ և բազմաթիվ քաղաքներից նրա մոտ եկածներ հավաքվեցին, առակով նրանց ասաց. «Մի սերմնացան ելավ սերմեր ցանելու, և երբ նա սերմանում էր, մի մաս սերմ ընկավ ճանապարհի եզերքը, և ոտնակոխ եղավ, և երկնքի թռչունները այն կերան, և ուրիշ մի մաս ընկավ ապառաժի վրա, երբ բուսավ, չորացավ, խոնավություն չլինելու պատճառով, և ուրիշ մի մաս ընկավ փշերի մեջ, և փշերը նրա հետ բուսնելով այն խեղդեցին, և ուրիշ մի մաս ընկավ լավ ու պարարտ հողի վրա, և բուսնելով հարյուրապատիկ պտուղ տվեց։ Երբ այս խոսեց, ասաց. «Ով որ լսելու ականջ ունի, թող լսի»։ Սերմնացանի առակի մեկնությունը։ Աշակերտները նրան հարցնում էին, թե այդ առակն ինչ է նշանակում, և նա ասաց. «Ձեզ տրված է գիտենալ Աստծո արքայության խորհուրդները, իսկ ուրիշներին առակներով, որպեսզի նայեն, բայց չտեսնեն, լսեն, բայց չիմանան»։ Իսկ առակը այս է նշանակում. սերմը Աստծու խոսքն է, որոնք որ ճանապարհի եզերքին են, այդ նրանք են, որ լսում են, և ապա սատանան գալիս հանում է խոսքը նրանց սրտից, որպեսզի չհավատան և չփրկվեն։ Եվ որոնք որ ապառաժի վրա են, այդ նրանք են, որ երբ լսեն, խնդությամբ են ընդունում խոսքը, բայց արման չեն բռնում, սրանք միառժամանակ հավատում են, իսկ փորձության ժամանակ հեռանում։ Իսկ այն, որ փշերի մեջ ընկավ, այդ նրանք են, որ երբ լսում են խոսքը, աշխարհի հոգսերով, հարստությամբ և զվարթությամբ զբաղված լինելով, խեղդվում ու անպտուղ են լինում։ Իսկ այն, որ պարարտ հողի վրա է, նրանք են, որ բարի և զվարթագին սրտով լսելով խոսքը, ընդունում են այն և հարատևելով պտուղ են տալիս։ Ճրագի առակը։ Ոչ ոք ճրագ չի վառի և կաթսայի տակ չի թաքցնի, կամ մահճի տակ չի դնի, այլ կդնի աշտանակի վրա, որպեսզի ովքեր մտնեն, լույսը տեսնեն։ Ծածուկ ոչինչ չկա, որ չհայտնվի, ոչ էլ գաղտնի բան, որ չիմացվի և ի հայտ չգա։ Այսուհետև զգույշ եղեք, թե ինչպես եք դուք լսում, որովհետև ով որ ունի, նրան կտրվի, իսկ ով որ չունի, և այն, ինչը որ նա կարծում է, թե ունի, կվերցվի նրանից։ Հիսուսի մայրն ու եղբայրները։ Նրա մոտ եկան իր մայրն ու եղբայրները և չէին կարողանում նրան մոտենալ բազմության պատճառով։ Իմաց տվին նրան և ասացին. «Քո մայրը և քո եղբայրները դրսում կանգնել են և ուզում են քեզ տեսնել»։ Եվ նրանց ասաց. «Իմ մայրը և եղբայրները սրանք են, որ Աստծու խոսքը լսում են և կատարում»։ Բնության Տերը։ Մի օր ինքը նավակ նստեց իր աշակերտների հետ և նրանց ասաց. «Եկեք ծովակի մյուս կողմ անցնենք»։ Եվ գնացին։ Մինչ նավարկում էին, նա թաքուն մտավ։ Եվ ծովակի վրա քամու մի մրրիկ իջավ։ Ծովը ուռչում էր, նավակը ջրով լցնում, և նրանք տագնապի էին մատնվել։ Մոտեցան, արթնացրին նրան և ասացին.
Վարդապետ, վարդապետ, ահա կորչում ենք։ Եվ նա վեր կենալով սաստեց քամուն ու մկահույս կոհակներին, և նրանք հանդարտվեցին, և խաղաղություն տիրեց։ Եվ նրանց ասաց. «Ուր է ձեր հավատը»։ Եվ նրանք սարսափած զարմացան և ասում էին միմյանց. «Ո՞վ է արդյոք սա, որ հողմերին ու ջրերին անգամ հրաման է տալիս»։ Եվ դրանք հնազանդվում են սրան։ Գերգեսացի դիվահարը։ Ապա նավարկեցին իջան գերգեսացիների երկիրը, որը Գալիլեայի հանդիպակաց կողմն է։ Եվ երբ նա ցամաք ելավ, նրան պատահեց քաղաքից մի մարդ, որի մեջ դևեր կային։ Նա երկար ժամանակ հագուստ չէր հագել և ոչ էլ տան մեջ էր բնակվել, այլ գերեզմանների։ Եվ տեսնելով Հիսուսին աղաղակեց, ընկավ նրա առաջ և բարձր ձայնով ասաց. «Ինչ ես ուզում ինձնից, Հիսուս, բարձրյալ Աստծո որդի, աղաչում եմ քեզ, ինձ մի տանջիր»։ Որովհետև Հիսուս հրաման էր տալիս պիղծ ոգուն, որ դուրս գա այդ մարդուց, քանի որ շատ անգամ տիրացել էր նրան, և նա կապվում էր շղթաներով, պահվում էր երկաթների մեջ, բայց կոտրում էր կապանքները և դևից քշվում էր անբնակ վայրեր։ Հիսուս հարցրեց նրան և ասաց. «Անունդ ի՞նչ է»։ Եվ նա ասաց. «Լեգեոն», որովհետև նրա մեջ շատ դևեր էին մտել։ Աղաչում էին նրան, որ հրաման չտա իրենց, որ անդունդ գնան։ Եվ այնտեղ մեծ թվով խոզերի մի երամակ կար, որ արածում էր լեռան վրա։ Աղաչեցին նրան, որ հրաման տա իրենց, գնալ մտնել նրանց մեջ, և նա թույլատրեց նրանց, և դևերը դուրս եկան այդ մարդուց ու մտան խոզերի մեջ, և երամակը գահավանդից դիմեց դեպի ծովակ ու խեղդվեց։ Երբ խոզարածները տեսան պատահածները, փախան և պատմեցին քաղաքում ու ագարակներում, և երբ մարդիկ դուրս եկան կատարվածները տեսնելու, և եկան Հիսուսի մոտ ու գտան այն մարդուն, որից դևերը ելել էին, որը հագնված և զգաստացած նստած էր Հիսուսի ոտքերի մոտ, վախեցան։ Նրանք, որ ականատես էին եղել, պատմեցին նրանց, թե ինչպես փրկվեց դիվահարը։ Եվ գերգեսացիների երկրի շրջակայքում գտնվող ամբողջ բնակչությունը աղաչում էր Հիսուսին, հեռու գնալ իրենց սահմաններից, որովհետև մեծ վախով տագնապում էին։ Եվ նա նավակ նստելով վերադարձավ։ Այն մարդը, որից դևերը դուրս էին եկել, աղաչում էր նրան, որ ինքը նրա հետ շրջի։ Բայց Հիսուս արձակեց նրան և ասաց. «Վերադարձիր քո տունը և պատմիր, ինչ որ Աստված արեց քեզ համար»։ Նա գնաց քաղաք և տարածում էր այն, ինչ Հիսուս արեց իրեն։ Հայրոսի աղջկա հարությունը և տեռատես կնոջ բժշկումը։ Եվ երբ Հիսուս վերադարձավ ծովի մյուս կողմը, ժողովուրդը նրան լավ ընդունեց, որովհետև ամենքը նրան սպասում էին։ Եվ ահա եկավ մի մարդ, որի անունը Յայրոս էր, և որը ժողովրդապետ էր։ Հիսուսի ոտքերն ընկնելով, նա աղաչում էր նրան, որ իր տունը մտնի, որովհետև նա մոտ 12 տարեկան մի միամորիկ դուստր ուներ, որ մահամերձ էր։ Եվ երբ Հիսուս գնում էր, ժողովուրդը նրան նեղում էր։ Եվ մի կին, որ 12 տարուց ի վեր արյունահոսություն ուներ, և հնար չէր եղել նրան որևէ մեկից բժշկվել, հետևից մոտեցավ և դիպավ նրա զգեստի քղանցքին, և նույն ժամին նրա արյունահոսությունը դադարեց։ Եվ Հիսուս ասաց. «Ո՞վ էր, որ ինձ դիպավ»։ Եվ երբ բոլորը ուրանում էին, Պետրոսը և նրա հետ եղողները ասացին. «Վարդապետ, ժողովուրդն է, որ սեղմում ու նեղում է քեզ»։ Եվ Հիսուս ասաց. «Մեկն ինձ դիպավ, որովհետև զգացի, որ ինձնից զորություն դուրս եկավ»։ Երբ կինը տեսավ, որ այդ ծածուկ չմնաց նրանից,
դողալով եկավ և ընկավ նրա առաջ ու ամբողջ ժողովրդի առջև պատմեց, թե ինչ բանի համար դիպավ նրան և թե ինչպես իսկույն բժշկվեց։ Եվ նա ասաց. «Քաջալերվի՛ր, դուստր, քո հավատը փրկեց քեզ, գնա խաղաղությամբ»։ Եվ մինչ նա խոսում էր, ժողովրդապետի տնից մեկն եկավ և Հայրոսին ասաց. «Աղջիկդ մեռավ, հոգնություն մի պատճառիր նրան»։ Իսկ երբ Հիսուս լսեց, նրան պատասխանեց և ասաց. «Մի վախեցիր, միայն հավատա և նա կապրի»։ Եվ նրա տունը մտնելով ոչ ոքի չթողեց ներս մտնել, բացի Պետրոսից, Հակոբոսից, Հովհաննեսից և երեխայի հորից ու մորից։ Ամենքը լալիս և ողբում էին նրա վրա։ Եվ նա ասաց. «Լաց մի եղեք, որովհետև մեռած չէ, այլ ննջում է»։ Իսկ նրանք ծաղրում էին նրան, որովհետև գիտեին, որ մեռած էր։ Եվ ամենքին դուրս հանելով բռնեց նրա ձեռքից, գոչեց և ասաց. «Վեր կաց, կանգնիր, ո՛վ մանուկ»։ Եվ նրա հոգին վերադարձավ, և մանուկը իսկույն կանգնեց։ Եվ Հիսուս հրամայեց, որ նրան ուտելու բան տան, և նրա ծնողները զարմացած մնացին, իսկ նա պատվիրեց, որ ոչ ոքի չասեն, ինչ որ եղել էր։